որտև սա Տիրոջ պաշտամունքն է, հալելույա, ժողովուրդ ներողություն եմ խնդրում, ամեն բան սատանան անում է, որ չստացվի, բայց թող խափանվի իր գործերը, մենք պիտի գնանք առաջ, խաչին միշտ նայելով, ուզում եմ այդ երգը երգեմ, լույսը ձեռքիդ առաջ գնա ով զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հալելույա, փառք ես Տերս, հալելույա, պիտի հաղթենք, չենք նահանջում, գնում ենք առաջ, Հիսուսիս ընթառաջ, հալելույա, լույսը ձեռքիդ առաջ գնա ով զինվոր, միշտ հաստատուն քայլեր քերով ով զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, սատանայի ոչ մի նետից մի վախիր, նրա թափած զուր ջանքերից մի վախիր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, Հիսուս անուն մի շուրթերի դու պահիր, նրա սերը սրտում թաստատուն պահիր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, հաստատուն քայլերով, առաջ գնա զինվոր, հալելույա, փառք Տիրոջս, առաջ են գնում, եթե որ սատանան ամեն բան անում էր, որ այսօրվա ուրեմն պաշտամունքը խափաներ, ուրեմն վախենում է, ուրեմն այսօր խոսք կա երկնքից, որ պիտի լսես, որ պիտի օրհնվես, որ պիտի այդ սերմը ընկնի քո սրտի մեջ եւ աճի եւ պտուղ տա, հալելույա, փառք Տիրոջս, սիրելիներս, Տերս փառավորվի, այսօր ուզում էի մի հատ վկայությունով սկսեի, ուրեմն մի եղբայր պատմում էր վկայություն, ոնց է քույրիկը տեսել երազի մեջ հափշտակությունը, եւ ի զարմանս բոլորի սիրելիներս քուրիկը այդպես արցունքներով զանգել էր եւ լացելով պատմում էր եղբորը, որ ինքը տեսավ հափշտակությունը, որ շատ շատերը եկեղեցու մեջ, հենց եկեղեցու մեջ չհափշտակվեցին, եւ երբ որ քուրիկը լաց է լինում, շատերը այդպես կաֆեդրաներում կանգնած, հա, իրանք իմանում են, տեսնում են, որ իրանք շատ քույր եղբայրներ հափշտակվում են, բայց իրանք մնացին, եւ քուրիկը լացելով ասում է, Տեր, բաց արա, որն ա մեղքի, ինչի այսօր չեն հափշտակվում հավատացյալները, եւ Տերը բաց էր արել, փառք Տիրոջը, որ դա դեռ երազ է, դա դեռ կարծես մարդկանց предупреждение ոնց կլինի, զգուշացնում է, նախազգուշացնում է, սթափեցնում է, արթնացնում է, փառք Տիրոջը, որ դա երազ է, բայց սա մտածելու տեղիք է տալի եւ Տերը ցույց էր տվել, որ շատ մարդիկ իրանք ոնց ասեմ, երկակի կյանք են ապրում, տան մեջ ուրիշ են, եկեղեցու մեջ ուրիշ են, եկեղեցու մեջ բոլորը սուրբ, այսպես իրանց գլխաշորերով, համեստ, կարծես սեր իրանց սրտի մեջ բոլորին ժպտում են, բայց երբ որ Տերը ցույց էր տվել այդ մարդիկ իրանց տան մեջ, ինչպես են վերաբերվում այդ քարոզիչները, իրանց կանանց, իրանց երեխեքին, ինչպիսի մեղքերով են բռնված, եւ շատ քուրիկներ չներել է իրանց սրտին, իրանց հարսին չեն սիրում, իրանց երեխեքին մի խոսքով, եւ Տերը ասել էր, ապաշխարեք, որտեվ շատ մոտ է, հափշտակությունը շատ մոտ է, եթե քեզ թվում է կհասցնես, շատ մոտ է, մտածիր քո մասին, որ քո եսը խաչը հանես, քո ինքնահավան լինելը, քո հպարտությունը, քո հասկացողությունը, եկեղեցու մեջ բոլորը սուրբ են, այնքան լավ է,
բայց չէին հափշտակվել, Տերը ցույց էր տվել, շատ շատերին այդ ժնջիլներով մեղքը կապած չէր թողել, որ այդ մարդիկ հափշտակվեին երկինք, հպարտության մեղքը, ինքնահավանության մեղքը, չարության մեղքը, էլ չեմ ասում շատ եղբայրներ, ինչ սխալ սայթերի մեջ ինչեր են նայում, Տերը ասել էր եկեղեցում իրանք սուրբ են, բայց իրանց տան մեջ ես եմ տեսնում, իմ հոգին ա տեսնում, թե ինչի մեջ է Աստծո ժողովուրդը, եւ այսօր փառք Տիրոջը, որ դա երազ է, ընդամենը նախազգուշացնող երազ, բայց պետքա նայենք մեր կյանքը, վերանայենք, իսկ եթե հիմա հենց հիմա հափշտակությունը լինի, քանի հոգի կհափշտակվի, Տերը ասել էր քուրիկները, ժպիտները դեմքերին եկեղեցում կարծես սենց հրեշտակային դեմքով, բայց իրանց մեջ չարությունը, հպարտությունը, չներելը, մի հատ քույրիկի էր ցույց տվել, որ իր հարսին ատում էր, եւ ասում է դուք այսպես ուզում եք հափշտակվեք, եւ շատ այդպես դեպքեր կա, դրա համար սիրելիներս քննենք մեր անձը, մենք այսօր ասում ենք Տեր, եկուր Հիսուս Քրիստոս, ամեն եկուր, Ամեն, բայց որ գա քանի հոգի կփրկվի, քանի հոգի ա պատրաստ։ Եվ ասում է, շատերը մտածում են, որ այդ մեղքերը դրանք փոքրիկ մեղքեր են, բայց երբ որ Տերը բաց էր արել, որ ինչ մեծ մեղքեր են դրանք, դրա համար սիրելիներս այսօր սթափվել ա պետք, ես այսօր որոշել էի, որ այդ վկայությունը պիտի անեի, Եվ այսենց ամեն բան կարծես սատանան խառնեց իրար, որ չլիներ այս եթերը, բայց ես անդադ աղոթում էի փառք Տիրոջը, որտեղ որ Տերը ասելիք ունի, այնտեղ սատանան էլ է խառնվում իրար, որտեղ որ Տերը փոխանցելու բան ունի, ամեն բան անում ա, որ խափանի, բայց փառք Տիրոջը, թող Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, դրա համար սիրելիներս, այսօր շատ անգամ խիստ խոսքը չի ընդունվում, շատ անգամ ես վերջերս մեկի հետ էի խոսում, իրա պապան իմ յութուբյան ալիքին գրանցված է և այդպես երբ որ նայել էր, բացասական էր արձագանքել, ասել էր, ես ինչ անում ես քուրիկը, ես ինչ անում ես քուրիկը, քուրիկը ընդամենը ամեն բան իրա անունով է ասում, Եվ սիրելիներս, եթե ես ամեն բան ծածկադմփոց անեմ եւ ձեզ երկնքի արքայություն խոստամ եւ գա օրը, որ ոչ ես մտնեմ, ոչ էլ դուք, այդ ժամանակ կողբամ ու կլացեմ, բայց արդեն ուշ կլինի։ Տերը ասում է ձեր մարգարեները, ձեր անիրավությունը, ձեր անօրենությունը բաց չարին, որ դուք բժշկվեք, բաց չարին, այսօր եթե ես խոսամ ամեն բան լավ, ալելույա, ամեն բոլորս երկնքում ենք, այնքան սիրված քարոզիչ կլինեմ, հետևիցս ջուր կլցնեն, որ ասեն մենք ծափ տալով, պարելով գնում ենք երկինք, բայց երբ որ խոսում ես ճշմարտությունը, խոսում ես, որ այսօր անտարբերություն ա եկեղեցում, խոսում ես, որ այսօր ծառայողները իրանց տեղում չեն, այսօր գաղջ եւ գոլ վիճակներ ա, այո, շատերը չեն սիրի, ասել էր ես քուրիկը ես ինչ ա անում, Փառք Տիրոջը, քուրիկը պետք է բացի այդ անօրենությունը, քուրիկը պետք է բացի, որ բժշկություն լինի, եթե վերքը փակում ես ինքը ավելի ա խորանում ժողովուրդ, պիտի բացել, դեղ ու բալասան դրվի, որպեսի մարդիկ ապաշխարեն, հովիվներից սկսած, ծառայողներով վերջացած ամեն մեկս, տեսնենք որտեղ ենք մենք, Շատ անգամ ինձ հենց այս ուղիղ խոսալու համար չեն սիրում շատերը, բայց փառք Տիրոջը, իմ համար կարևորը երկնքի կարծիքն է, դրա համար սիրելիներս, այսօր ամեն մեկս նայենք մեր կյանքին, իսկ եթե որ հափշտակությունը լինի եւ վերջապես այս ամեն արհավիրքները, պատերազմները, հիվանդությունները, մարդկանց միջի այս չարությունը, այս ամեն ինչը ցույց է տալի, որ շատ մոտիկ է Տիրոջ գալուստը, ոտնաձայները լսվում է Տիրոջ։ Եվ եթե որ մենք ամեն մեկս մահվան քնով նիրհենք, մտածենք դե մենք սուրբ ենք, չէ սիրելիներս, մենք պետք է ապաշխարենք ամեն օր, այս ճանապարհը խաչը հելնելու ճանապարհը, ամեն օր մեր եսի, մեր ցանկությունների, մեր հասկացողությունների Պիտի ամեն բան դրվի Հիսուս Քրիստոսի ոտերի տակ, փառք Տիրոջը, դրա համար սիրելիներս այսօրվա թեման
տիրոջմով ընտրել եմ հավատարիմների մասին եմ ուզում խոսամ, որտև հավատարմությունը դա շատ կարևոր կաչեստվա ոնց կլինի հայերեն մի խոսքով շատ կարևոր բան է ինքը մարդու մեջ բնավորություն էլ չէ, ուզում եմ հասկանամ ճիշտ թարգման, որակ, շատ կարևոր որակ է, հավատարմությունը, որ այսօր Տերը ուզում է տեսնի յուրաքանչյուրի մեջ, սիրելիներս, որ հավատարիմ մնանք, տեսեք, եթե Հիսուս Քրիստոսի հարց եկեղեցին համեմատում է, եթե մենք շեղվում ենք դեպի աշխարհ, ուրեմն ասма շնացողներ, հա, չգիտեք, որ այս աշխարհի սերը թշնամություն է, հա, Աստծո դեմ։ Ուրեմն, եթե մենք մեր արարքով, մեր վարքով, մեր կյանքով սիրում ենք աշխարհը, ուրեմն մենք շնացող ենք։ Եվ հետևաբար մենք հավատարիմ չենք, ինչի համար Հիսուսին փոխում ենք վարքյանական հաճույքների, ինչ որ բաների համար Եվ համարվում ենք շնացողներ, դրա համար Տերը ինքը ուզում է իրան հավատարիմ ծառայողներ, հավատարիմ հետևորդներ, ովքեր կսիրեն Տիրոջը, ովքեր կպաշտեն Տիրոջը։ Սիրելիներս, այսօր մի հատ համար եմ ուզում կարդամ, եթե դուք գրում եք, կարող եք ձեր մոտ նշել։ Ուզում եմ կարդալ Հայտնություն գրքից 12-րդ գլուխ 12 համարը, 12-12 հայտնություն, և նրանք հաղթեցին նրան գառի արյունով և իրենց վկայության խոսքով և չսիրեցին իրենց հոգին մինչև մահ։ Տեսեք սիրելիներս ինչ ասում, չսիրեցին իրենց հոգին մինչև մահ։ Էսի օրհնյալ վիճակ է, էսի հաղթող վիճակ է, երբ որ դու չես սիրում քո անձը, քո հոգին, իսկ եթե դու սիրում ես, դու ամեն բան անում ես, որ քո մարմնին լավ լինի, քո մարմինը լավ զգա, այդտեղ հոգևորությունը փոքրանում է, մարմնավորը մեծանում է։ Այդտեղ Հիսուսին խեղդում ես, հոգին խեղդում ես քո մեջ, երբ որ դու սիրում ես մարմնավորը, բայց տեսեք Տերը ինչ է ասում, ովքեր չսիրեցին իրանց հոգին մինչև մահ, փառք Տիրոջ, այսօր Տերը այդպիսի հավատացյալներ ապընտրում, որ մենք չսիրենք մեր մարմինը, մեր կոմֆորտը, մեզի լավը զգալը, հա, այս մարմին ինչ է ուզում, ուտի, խմի, մանգա, ինչը որ իրան, հա, ցանկություն է եւ այլն մարմնի, այս կյանքի ամբարտավանություն դա է սիրում, բայց Տերը ասում է, այդ մարդիկ չսիրեցին իրենց հոգին միջև մահ, Հայտնություն 12-12 Իսկ իրանք ինչով հաղթեցին գառան արյունով, ինչա իրանք հին մարդ չունեին, իրանք հին մարդը չէր ցանկանում, իրանք ցանկություններ չունեին, բայց հաղթեցին գառան արյունով, Հիսուսով, Հիսուսի վկայությունով, որտեղ Տեր այսօր այդպիսի մարդիկ ազում, երբ որ ես կարդում էի, ես նայում էի Տիրոջ հավատարիմներին եւ որոշեցի այսօր խոսել են հավատարիմ մարդկանց համար, ովքեր չսիրեցին իրանց հոգին մինչև մահ, փառք Տիրոջը։ Տեսեք սիրելիներս, Աբրահամի համար, երբ որ կարդում ենք, որ ինքը հավատարիմ է, ես մի օր ման էի գալիս, այդպես էլ չգտա այդ համարը, ինքս բավականին լավ գիտեմ Աստվածաշունչը, բայց տեսեք, որ դա գրած է Նեհեմիայի գրքում, Նեհեմիա 9-րդ գլուխ 8-րդ խոսքը, տեսեք սիրելիներս, 9-րդ գլուխ 8 խոսք։ Դու ես Եհովա Աստվածը, որ ընտրեցիր Աբրահամին և նրան հանեցիր քաղդեացիների ուրիցը և նրա անունը Աբրահամ դրիր, և նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջին։ Տեսեք սիրելիներս, սա գրած է Նեհեմիայի գրքի մեջ, Աբրահամի սիրտը Տերը հավատարիմ գտավ, հալելույա, և ընտրեց իրան, որտև հավատարիմ սիրտ ուներ, և այսպես կարանք շատ մարդկանց մասին ասենք, Մովսեսի մասին, Դավիթի մասին, հավատարիմներ իհարկե կային, թե պետք քիչ, բայց Տերը ինչ էր անում, հավատարիմ սիրտ էր փնտրում, հալելույա, փառք Տիրոջս, և այսօր որոշել եմ 3 ուրեմն հոգուց խոսալ, կարևոր տեղեր հավատարմության հետ կապված, սկսենք Դանիելից, սիրելիներս, սկսենք Դանիելից, Դանիելը ինքը շատ իմաստուն, շատ խելացի մարդ էր, ամբողջ թագավորության մեջ հարգված, խելացի, պարգևներ ուներ, երազներ էր մեկնում,
եւ ասում է, չէ, կնճիռները լուծելու ամեն դժվար բաները Տերը տվել էր իրան այդ շնորհքը, բայց տեսնում ենք կային մարդիկ, որ իրան չէին սիրում եւ քանի որ ինքը անառատ էր Աստծո առաջ, բաներ էին ման գալիս, հա, այսպես ոնց իրան բռնեն, հա, եւ որ տեսան, որ այլևս ոչ մի կերպ իրան չեն կարողանում բռնել, եւ ասեցին մենք իրան կարող ենք բռնել Աստծո խոսքի կողման է, այսինքն ինչ որ բան էին ման գալիս, որ չարախոսեին թագավորի մոտ, բայց այդ մարդը անառատ մարդ էր, սուրբ մարդ էր, ոչ մի բան չգտան, մի հատ ուրեմն գտան բռնվելու տեղ, որ ինքը իր Աստծուն հավատարիմ էր եւ մտածեցին, ասեցին մենակ Աստծո օրենքի կողման է, կարող ենք մենք իր վրա ուրեմն մեր լեզվով ասած չեպե գտնել, հա, ինչ որ սխալ բան։ Ես ուզում եմ կարդալ Դանիել 6-րդ գլուխը 10 խոսքից եւ երբ որ Դանիելը իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, այստեղ ասում է, իմացավ, որ հրովարտակը ստորագրվեցավ, գնաց իր տունը եւ իր պատուհանները բաց էին Վերնատանը դեպի Երուսաղեմ, եւ օրը 3 անգամ նա ծունկի վրա էր գալիս եւ աղոթք էր անում եւ գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում սրանից առաջ այսպես էր անում։ Սիրելիներս, տեսեք, ինքը իմացավ, որ հրովարտակը ստորագրել էին, ինքը ամաչեց, ինքը վախեցավ, ինքը հուշ տեղավ, այդ մարդը իր հոգին մինչև մահ չսիրեց, դա այն մարդն էր, որ իր համար կարևոր էր իր աղոթքը, քան իր կյանքը, աղոթքը կյանքից առավել դասեց, ինքը գիտեր, որ առուծների գուբն են գցելու, գիտեք ինքը չէր կարա ասել, լավ դե հիմա Աստված սրտին անայում, ես մի քանի օրն էլ մտքիս մեջ կաղոթեմ, չէր կարա ասեր, կարար ասեր, բայց ինքը հենց իմանալով հանդերձ գնաց, իր պատուհանները բացեց, այնտեղ հետևում էին, չէ, եւ իրան գտան աղոթելուց Աստծո առաջ, հենց պատուհանները բացեց, հենց ասեց եկեք ու տեսեք, ես աղոթել եմ ու պետք է աղոթեմ, աղոթել եմ ու պետք է աղոթեմ, Դանիելին ոչ մի բան չկանգնացրեց, այս այն մարդն էր, որ չսիրեց իր հոգին մինչև մահ, նրա համար մեռնել էր առանց Աստծո ապրելը եւ կյանք էր Հիսուսով ապրելը, եւ գնաց եւ գրածա, բացեց իր պատուհանները, դուք հետևում եք, որին վրա բան եք ման գալիս, դե եկեք տեսեք, ես աղոթում եմ, օրը 3 անգամ, ոնց որ աղոթել եմ, այտենց էլ շարունակում եմ, եւ փառք Տիրոջը, երբ որ առուծների գուբը գցեցին, այդ մարդիկ, որ չարախոսել էին, թեպետ ինքը թագավորին սիրելի էր եւ թագավորը ամեն բան անում էր, մինչեւ վերջի պահը, որ ուրեմն չգցեին գուբը, բայց քանի որ թագավորական հրաման էր տրված, ուրեմն այդ պեչատը խփած էր, թագավորի կնիքը ոչինչ անել չկարողացավ անգամ թագավորը։ Եվ երբ որ ամբողջ գիշեր թագավորի քունը փախավ, առավոտ գիշերով գալիս է գուբը, լացակումած ձայնով, ով Դանիել կենթանի Աստծո ծառային Աստվածը, որին ծառայում էիր, կարողացավ քեզ փրկել։ Եվ ինչ ասեց, այո, այն Աստվածը, որին ես ծառայում եմ, որի առաջ ես անարատ էի, եւ քո առջեվել էի անարատով թագավոր փրկեց ինձ, հալելույա։ Եվ այն մարդիկ, ովքեր չարախոսել էին Դանիելին, երբ որ իրանց ընտանիքները իջացրեցին առուծների գուբը, ժողովուրդ դեռ հատակին չէին հասե, գրածա, առուծները օդի մեջ իրանց ոսկորները փշրեցին։ Ատենց է լինելու Տիրոջ ծառաների ժառանգությունը, հալելույա։ Աստված արդարության Աստվածա, քո արդարությունը, հալելույա, ջրի երես, չի կարա ատենց երկար թաքնվի, օդի մեջ առուծները հոշոտեցին, բա ոնց է Դանիելին ոչ մի բան չարեցին, որտև են Աստծուն, որ պաշտում էր, իր հրեշտակը ուղարկեց, եւ ինչ արեց, փակեց առուծների երախը, հալելույա, փառք Տիրոջը, սա մի անձնավորություն, որը չսիրեց իր հոգին մինչև մահ։ Նորից ուզում եմ Դանիելի գրքից կարդամ, այս անգամ էլ սիրելիներս, ուրեմն Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի մասին։ Սրանք եւս հրյագերիներից էին, որ ուրեմն տարվել էին քաղդեացիների, հա, որ քաղաքում էին,
Բաբիլոնի ուրեմն գավառը նշանակելու համար էին իրանք կարգված, եւ երբ որ Նաբուկոդոնոսոր թագավորը հպարտացավ, մի հատ մեծ արձան էր կառուցել եւ ասում էր, եթե որ լսեք սրինգի տարբեր երաժշտական գործիքների ձայն, պետք է անկնեք եւ երկրպագություն անեք, Դանիել 3:18 Այդ մարդիկ չխոնարհվեցին, սիրելիներս, սրանք եւս այն մարդիկ էին, ովքեր չսիրեցին իրանց կյանքը, իրանց հոգին մինչև մահ։ Գիտեք, սիրելիներս, ինչքան տենց հավատացյալներ կան, երբ որ սիտուացիա է գալիս, դժվար ընտրության, իրանք ասում են, լավ, դե այս պահը Աստված կտեսնի, լավ, դե այս պահը մեղքին կոմպրոմիս գնանք, լավ, դե Աստված կների։ Բայց տեսեք իրանք ինչ արեցին։ 3:18 Եկեք մի քիչ վերևից կարդամ 16-ից։ Եվ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. Մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուկոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից եւ քո ձեռքիցնելով թագավորն նա մեզ կազատե։ Եվ եթե ոչ, թող հայտնի լինի քեզ, որ մենք քո աստվածներին չենք պաշտելու եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անելու։ Տեսեք, սիրելիներս, այստեղ իրանք կասկածի տակ չդրեցին, իրանք լավ գիտեին իրանց Աստծո կարողությունը։ Աստված կարող էր ազատել, բայց ասեց, եթե անգամ չազատի էլ, մենք քո աստվածներին չենք պաշտելու, չենք երկրպագելու։ Իրան գնացին մահվան, սիրելիներս։ Իրանք իրանց անձը հանձնեցին Տիրոջը, թեպետ Տերը մտավ կրակի մեջ, բայց իրանք հո չգիտեին ոնց կլիներ։ Իրանք ասեցին, թե կմեռնենք, թե կապրենք, իմացի ով թագավոր, որ մենք քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու, փառք Տիրոջը։ Սիրելիներս, երբ որ Նաբուկոդոնոսորը ավելի վերև կարդում ենք, կանչում է եւ մի անգամ էլ է հարցնում, արդյոք ով Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, այսպես է, որ դուք հրաժարվել եք, խի Նաբուկոդոնոսորը այդ թագավորներ, որ մի հատ էլ ճշտեր։ Կարծես շանս է տալիս, հա, հələ լավ մտածեք, արդյոք միտումնավոր էսի սատանայի տված շանսն էր եւս մեկ անգամ, որ ուրանաք։ Նաբուկոդոնոսոր, դու այդ թագավորը չես, բոլորը սարսափում են քեզանից։ Չէ, այստեղ սատանան է խառնվել։ Արդյոք պատրաստ եք, երբ որ կլսեք տարբեր նվագարանների ձայն, ընկնեք եւ երկրպագություն անեք։ Իրանք ասեցին չենք երկրպագելու, ով Նաբուկոդոնոսոր, իմացի, սատանա ինչքան էլ դու փորձես շանսեր տալու, հələ լավ մտածեք, արդյոք միտումնավոր, այսօր էդի չի տալիս սատանան այդ շանսը, հələ որ գնում ես հավատքի ճանապարհ, տես ոնց է ամեն բան խառնվում, հարևան, բարեկամ, գժվել ես, ինչի հետևես, մարդ, կնիկ, հələ լավ մտածի։ Այ ոնց որ Նաբուկոդոնոսորը, հələ լավ մտածեք, արդյոք միտումնավոր չեք պաշտում իմ Աստծուն։ Այսօր երբ որ բռնում ես Աստծո ճանապարհը, այդ այնց լիքը Նաբուկոդոնոսորներ, հələ լավ մտածի, ախր քեզի պետք է, մենք սաղս էլ հավատում ենք, սաղս էլ հավատացյալ ենք, ինչի հետևես, հա? Քիչ հալնում ժողովուրդ։ Մենք էլ ենք հավատում, մենք քեզի շատ ենք Հիսուսին սիրում, բայց մենք ֆանատիկ չենք։ Աստծո ցավը տանե մեզ են, դու էլ պաշտի մեր նման, բայց չխորանաս, բայց ուրեմն Աստված պաշտության մեջ չխորանաս, չգնաս, կցնդվես, խելքդ կգցես, մեկը չկա իրանց ասի, ձեր աշխարհային ամեն ինչի մեջ խորանում եք, բիզնեսը բիզնես, ձեր ամեն բանը, ոտով գլխով մտել եք մեջը, բա ինչի պետք է մենք չխորանանք մեր Աստծո հարցով։ Փարավոնին կհիշեք, գնացեք, բայց էլի հետ կգաք, ձեր երեխեքը թող մնան, ձեր կենդանիները, որ մարդու ուշքու միտքը Եգիպտոս լնի։ Այսօր նույնը Նաբուկոդոնոսորը մեզ է ասում։ Հա, դուք էլ սիրեք, պաշտեք, բայց մի խորացեք։ Աման չցնդվեք, աման մեղքեք, ջահել ես, էս, են, լիքը տես Նաբուկոդոնոսորներ կան։
բայց փառք Տիրոջը, որ այս մարդիկ հավատարիմ էին։ Սա ես ինչի եմ ընտրել Դանիելը, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը եւ վերջում պիտի խոսամ Եսթերի մասին։ Իհարկե շատ օրինակներ կան Աստվածաշնչի մեջ, բայց ժամանակս չի բավականացնի, եթե ես այս բոլորի մասին խոսեմ, դրա համար ասենց 3 ոնց որ մասերի բաժանեցի, կխոսենք այս մարդկանց մասին։ Դանիել, որ չսիրեց իր կյանքը, իր հոգին մինչև մահ, Դանիելին չկանգնեցրեց առյուծների գուբը, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, որ չվախեցան կրակից, իրանք ասեցին, մեր Աստված ամենակարող է, ինքը կարա ազատի, բայց եթե անգամ չազատի, մենք չենք երկրպագելու, գիտեք սիրելիներս, այսօր այնքան հավատացյալներ կան ցավոք սրտի, որ գալիս են Տիրոջը, օրինակի համար հիվանդ է, գալիս է բժշկվելու, իրան պետք է ընդամենը բժշկությունը վերցնի գնա։ Իրան պետք է, ասենք, մի հատ խելոք լավ մարդ, էդի վերցնի գնա, կամ հակառակը, մի հատ լավ խելոք աղջիկ, կամ իրան պետք է բարգավաճում ինչ-որ մի բան, հա, եկելա Տեր ջան, էսի տուր ու գնա։ Բայց Տերը տենց չի ուզում։ Տերը ուզում է, որ քո սիրտը, հոգին, միտքը ամեն ինչ Տիրոջ հետ լինի։ Եվ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը չասեցին, գիտես, սենց կամ նենց, եթե անգամ չազատի, եթե անգամ չտա այն ինչ որ մենք ուզում ենք, մենք չենք պաշտելու քո Աստծուն։ Այսօր շատ հավատացյալներ գալիս են Աստծուն պայմաններ կապելով։ Տեր, եթե այս հարցը կլուծես, եթե սենց, եթե նենց, բայց Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը ասեցին, եթե անգամ չանի, իմացիրով թագավոր, եթե անգամ այս հարցը իմ կյանքում չլուծես, եթե անգամ ես չլավանամ, հա, օրինակի համար հիվանդ եմ, ինչ է, եթե Տերը ինձի չբուժեց, էլ իմ Աստվածը չի, կարող է Տերը ուզում է, եթե քո խաչն է, դու տենց գնաս, կամ ասենք օրինակի համար կյանքի որոշ շրջանում պիտի մենակ անցնես, չէ, Տեր ջան, եթե դու ինձ մարդ չտվեցիր, եթե դու ինձ կնիկ չտվեցիր, վсё, ես ձեռներս լվում եմ գնամ։ Իսկ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը տենց չասեցին, եթե անգամ չազատի, եթե անգամ այս հարցը կամ այն հարցը չլուծի, մենք չենք դադարելու պաշտելու մեր Աստծուն, որտև ինքը մեր Աստվածն է, ինքը պիտի որոշի։ Ժողովուրդ, Տերն է որոշում, մենք գալիս ենք իր առջև եւ ընդամենը խնդրում ենք իր կամքը, մենք ով ենք, որ իրան թելադրենք, ասենց արա, ասենց եմ ուզում, նենց եմ ուզում։ Տերն է որոշողը, իր մոտ է վերջի խոսքը։ Դու արի Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի նման, եթե անգամ մեռնես, բայց դու չպետք է հրաժարվես, նա չի դադարում քո Աստվածը լինելուց։ Բայց այսօր գիտեք շատերը, որ մտնում են կրակի մեջ, այ, վայ, Տեր ջան, վառվա, վայ, Հիսուս ջան, թող վառվի քո եսը, քո հպարտությունը, քո հասկացողությունը, քո մարդկայինը, թող Հիսուսը երևա քո մեջ, ամեն անգամ քեզ կրակները մտցնելուց ոսկու նման քո պրոբան է բարձրացնում, մի նեղվի այդ կրակներից, Հիսուսը ինքը քո հետ մտնում է։ Եթե քեզ թվում է, որ այլևս ելույթ չունես, իմացի այդ կրակները, դրանք բարի կրակներ են, քեզ մաքրող, քեզ սրբող կրակներ են։ Ոսկին քանի անգամ որ մտնում է կրակը, ինքը ավելի բարձր որակի, բարձր պրոբայի ոսկի է դառնում։ Փառք Տիրոջը, այսօր այդ ոսկու նման գոհությունով մտի, ուրախությունով մտի, որ Տերը քեզ մաքրում է այդ կրակների մեջ։ Մի գոռա ասա, Տեր, էլ չեմ դիմանում, ինքը քո հետ մտել է կրակների մեջ։ Ժողովուրդ, ինքը մեր հետ մտնում է կրակների մեջ։ Հալելույա, փառք Իրան, դրա համար թող քեզ չկանգնեցնի այս ամեն դժվարությունները, կարողացի Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի նման փառք տալ։ Եվ եթե անգամ այս հարցը կամ այն հարցը չլուծի, ինքը չի դադարում իմ Աստվածը լինելուց, ինքը Տեր է, հալելույա։ Եթե ինքը մտցրել է, ինքը կանցկացնի, եթե որ չթողեմ, չխանգարեմ, ինքը կանցկացնի, ինքը կտանի, ինքը կուղորդի։ Հալելույա, դրա համար միշտ հիշեք այս 3 հոգուն սիրելիներս, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, հալելույա։
Իրանք իրանց կյանքի վրա խաչ քաշած մարդիկ էին։ Այս մարդիկ պատկանում էին այն մարդկանց, որ նոր կարդացինք հայտնություն 12:12, չսիրեցին իրենց հոգին մինչև մահ։ Հալելույա։ Դանիել, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով։ Անցնում ենք երրորդին։ Եվ երրորդը սա Եսթերն է, սիրելիներս, ուզում եմ խոսել Եսթերի մասին։ Մի հատ բացենք Եսթերի գիրքը։ Այստեղ ես համարներ էի նշել, հետո որ ինտերնետի հետ կապված լավ, ինչ-որ բաներ խառնվեց, խնդիր չկա, Եսթերի մասին բոլորս էլ կարդացել ենք։ Տեսեք, սիրելիներս, երբ որ Եսթերի ազգը, Համանի չար խորհուրդով, երբ որ թագավորը դարձյալ տեղյակ չէր այդ խորամանկություններին, ոնց որ նույնը եղավ Դանիելի ժամանակ, Համանը մտավ, ասեց մի ատասկ կա, որ բոլոր ազգերից տարբերվում է եւ վերցրեց թագավորից ուրեմն այդ իր կնիքը եւ ստորագրեցին, որ օր էր որոշված, որ այդ օրը պիտի ջարդեին եւ սպանեին բոլոր հրյաներին մի հատ մուրթքեի համար, ինչա մուրթքեն չէր խոնարհվում Համանի առաջ։ Եվ երբ որ թագուհուն պարզ եղավ այդ ամեն բանը իմացրեցին եւ ինքը ասեց, որ ծոմապահություն հայտարարեն 3 օր եւ ինքը ասեց ես չեմ ուտի, չեմ խմի իմ աղախիների հետ եւ կգնամ թագավորին կխնդրեմ եւ եթե որ պիտի մեռնեմ, ուրեմն կմեռնեմ։ Սա եւս թեպետ ինքը կին էր, հերոս էր ինքը, հերոս թագուհի էր, լինելով այդ իր ամբողջ թագավորական ճոխության մեջ ինքը նոր ընտրված թագուհի էր, բայց տեսեք ինչ որոշում կայացրեց, եթե որ պիտի մեռնեմ, ուրեմն կմեռնեմ։ Սա եւս պատահական մարդ չէր, սա եւս մտնում այն մարդկանց մեջ, որ կարդացինք եւ չսիրեցին իրանց հոգին մինչեւ մահ։ Հալելույա, ինքը չսիրեց, ինքը իր ազգի փրկությունը ավելի բարձր դասեց եւ ինքը դա ռիսկ էր, սիրելիներս, նա գնաց թագավորի մոտ, կարծեմ մի ամիս թագավորը իրան չէր կանչել, եթե որ չեմ սխալվում, մի ամիս չէր կանչվել ինքը, եւ եթե որ թագավորը չմեկներ ոսկի գավազանը, Եսթերին մահ էր սպասվում, անկախ ամեն բանից ինքը թագուհի էր, այնտեղով էր, ինչ էր, միանշանակ մահ, բայց այնքան սիրեց ինքը տիրոջ ժողովրդին, այնքան ինքը նվիրված անոթ էր եւ պատահական չէ, որ ինքը դրված էր այդ օրվա եւ այդ ժամի համար եւ հագավ իր գեղեցիկ թագուհու այդ հանդերձները, օծվեց եւ ամեն ինչ ուրեմն կարգով, շնորհքով եւ գնաց եւ մտավ թագավորի այդ ներքին գավիթը, որ արգելվում էր եւ թագավորը մեկնեց ոսկի գավազանը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ժողովուրդ, թվում է թե ինչ էր, ասենք կարդում գնում ենք։ Բայց մարդ է թագավորական այդ ճոխության, ինքնելիշխանուհի, թագուհի, ընտրված թագուհի, բայց իր աչքին էդի չեկավ, ինքը կարար մի հատ ուրիշ բան մտածեր, ինքը ընտրեց մահը, եթե որ պտի մեռնեմ, ուրեմն կմեռնեմ, փառք Տիրոջը, դրա համար ինչքան կարևոր է սիրելիներս, երբ որ հավատացյալը ինքը նվիրված լինի, ինչ եմ ես այսօր ընտրել այս վերնագիրը, հավատարիմներ, այսօր Տերը իրան հավատարիմ մարդիկ ա փնտրում, սիրելիներս, հավատարիմներ, որ անկախ ամեն բանից, եկել ես հավատքի կյանք, իսկ հավատքի կյանքը մենք գիտենք, որ դա հեշտ չի, հավատքի կյանքը դա անձնազոհության ճանապարհ է, հավատքի կյանքում կարաս կորցնես ամուսին, կարաս կորցնես երեխա, կարաս կորցնես կին, տարբեր մարդիկ տարբեր ճանապարհներով անցնում են, եւ գիտեք շատերը Որփայի նման, երբ որ ամուսինը մահացավ, ինքը գնաց իր ժողովրդին եւ իր աստվածներին,
Այսինքն իրան Եհովա Աստվածը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ իր ամուսինը կենդանի էր, երբ որ իր ամուսինը մահացավ, իրան այլևս պետք չէր, իրան Եհովա Աստվածը պետք չէր, եւ այսօր Տերը նայում է, գիտեք, Տերը փորձում է, երկրորդ օրինաց 8-րդ գլուխն է, եթե չեմ սխալվում, ասում է հանում եմ ժողովրդին անապատ եւ տարբեր ուրեմն պարագաներով անցկացնում եմ եւ սով եմ թույլ տալիս եւ հարստություն եմ տալիս, մանանա եմ ուտացնում, տարբեր մեկին սով թույլ կտա, մեկին կշտություն, մեկին աղքատություն, մեկին հարստություն, Տերը նայում է քո սիրտը, Տերը ուզում է քեզ ճանաչի, արդյոք ինքը քեզ բավարար է, արդյոք ինքը քեզ բավական է, թե ինչ որ բաներ ես ուզում, Հիսուս պլյուս մի հատ մարդ, Հիսուս պլյուս մի հատ լավ խելոք աղջիկ, Հիսուս պլյուս փող, Հիսուս պլյուս աշխատանք, Տերը տենց բաներ չի սիրում, ժողովուրդ, անկախ ամեն բանից, ինչ կունենաս, ինչ չես ունենա, ասա Տեր, ես քեզ եմ ուզում, դու իմ համար բավական ես, եթե ես քեզ ունենամ, ես լինեմ հիվանդ օրինակի համար, դու ինձ բավական ես, ես իմ հիվանդության մեջ, ես կտանեմ իմ խաչը, բայց քեզ չկորցնեմ, երբ որ Դավիթը ինքը մեղք էր գործել, ասես Տեր, քո Սուրբ Հոգին մի վերառնիր ինձանից, ինքը թագավորական գահ է, ամեն հարստությունը չէր ասում, Տեր հանկարծ գահս ուրիշին չտաս, Տեր հանկարծ չկորցնեմ, ասում էր իմ ուրեմն քո փրկության ուրախությունը ինձանից մի վերցրու, այդ մարդը ճաշակել էր Տիրոջ քաղցրությունը, ինքը հասկանում էր ինչ է նշանակում Տիրոջ քաղցրությունը, Տիրոջ օրհնությունը, դրա համար սիրելիներս, Եսթերը իր համար կարևոր չէր այդ գահը, այդ իշխանությունը, ինքը իշխանուհի էր, ինքը թագուհի էր, ինքը ասեց, եթե որ իմ ժողովուրդը պիտի մեռնի, իմ ապրելը ում է պետք, եթե ես այսօր ունեմ, հա, այդ շանսը, այդ հնարավորությունը մտնելու թագավորի մոտ եւ խնդրելու, եթե ես իմ կյանքի համար ուրեմն դողամ իմ կյանքի վրա, ում է պետք այդ կյանքը, հավատարիմ հոգիներ սիրելիներս Եսթեր, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, Դանիել, Դավիթ, Մովսես, Աբրահամ, շատ այսպես հավատարիմ մարդիկ կան եւ Տերը դրա համար հավատարմություն է սիրում, սիրելիներս, հավատքի ճանապարհը դա հեշտ ճանապարհ չի, նա ով գլուխ կգովա, նա ով կասի, որ սենց երկելով, բարելով գնում ենք երկինք, տենց բան չկա, հավատքի ճանապարհը դժվար է, հավատքի ճանապարհը դա անձնազոհության ճանապարհ է, եթե պետք է թողես քո ամեն մարդկայինը, բարձրանաս խաչը, բայց Հիսուսով կարող ես, ոնց որ Պողոս առաքյալը իր այդքան չարչարանքների, հալածանքների հետ ասում էր, ինչը կբաժանի ինձ Քրիստոսի սիրուց, սովը, չգիտեմ, մերկությունը, մահը, տարբեր բաներ նշում էր, որ ոչ մի բան չի բաժանի Քրիստոսի սիրուց, այսօր սատանան կարաբերի քեզ քո իրավիճակը, ասի բա ուր է քո Հիսուսը, եկար հավատքի մարդդ գնաց, կնիկդ գնաց, երեխեդ հելավ քո դեմ, փողը գնաց, տարբեր բաներ կարա լինի տարբեր մարդկանց կյանքում եւ սատանան քնած չի, որ ականջից շշնջա, բա ուր է քո Աստվածը, բա ուր է այդ քո սիրող Հիսուսը, բա ինչի սենց եղավ, բա ինչին ենց եղավ, ասա ետից գնա սատանա, ես ընտրել եմ երկնքի ճանապարհը, անկախ ամեն բանից, ով կլինի իմ կողքը, ով չի լինի, ես գնում եմ Հիսուսին, ես ընտրել եմ Հիսուսին, ետից գնա, Եսթերից լավը չենք, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովից լավը չենք, Դանիելից լավը չենք, երբ որ կարդում ենք իրանց կյանքը, ինչպիսի դժվարություններով անցան ժողովուրդ, մի հատ բանաստեղծություն եմ հիշում, եթե չեմ սխալվում, մեր Միշա Սվարյան եղբայրն է գրել, ինքը մահացել է, այսպիսի խոսքեր կա, հա, որ ուզում ենք Հիսուսի հետ փառքով նստել երկնքում, բայց չենք դիմանում թշնամու մեկ ապտակին, ուզում ենք հոբ երանելի նման վայելենք այդ բոլոր օրհնությունները, բայց երբ որ նայում ենք հոբը ինչերի միջով անցավ, ժողովուրդ, ինչերի միջով, երբ որ կարդում ես հոբի մասին, եկել էին իբր մխիթարելու, ասում է, կարծեմ Եղիուսն է, ասում է, որ մեկն է հոբի նման, որ անօրենությունը ջրի նման խմում է,
Աստծու մարդուն, կատարյալ մարդուն, որ ամբողջ երկնքի եւ երկրի առաջտերը ասեց, որ այսպիսի մարդ չկա, չարությունից հեռացող, ուրեմն կատարյալ Աստվածավախ, իր ընկերներ եկավ, ասում է հոբի նման ով կա, որ չարությունը ջրի նման խմում է։ Այդ կատարյալ մարդը, որ ամբողջ երկրում նրա նմանը չկար, Աստված վկայեց, ամբողջ երկրի վրա հոբի նմանը չկա, բայց ինչ էր ասում իր ընկերը, ով է հոբի նման, չարությունը մեղքը խմում է ջրի նման, այտենց ամբաստանում էին հոբին, բայց Տերը լավ գիտեր հոբին, փառք Տիրոջը, երբ որ ինքը համբերեց հոբի օրհնությունները, նայում ենք, որ ինչպիսի օրհնություններով Տերը օրհնեց իրան, եւ այն երեխաներն էլ, որ մահացել էին, Տերը նորից տվեց եւ ասում է այդպիսի գեղեցիկ աղջիկներ, որ հոբի աղջիկներն էին, ամբողջ երկրում այդպիսի գեղեցիկ աղջիկներ չկային։ Տեսեք ինչպիսի օրհնությունով Տերը օրհնեց հոբին, բայց դրան հասնելու համար համբերեց, ինչի ենք ասում, հոբի երանելի, համբերեց, ասում է հոբի համբերությունը տեսել եք եւ նրա արած գործը, կարծեմ Հակոբոսի թուղթն է։ Դրա համար սիրելիս, այսօր լինենք հավատարիմներ, անկախ ամեն բանից, ինչ կլինի քո կյանքում, ինչ կվերցնի Տերը, ինչ կտա, դու եղիր հավատարիմ, Սեդրակ Միսակ Աբեդնագովի նման, որ ասեց, եթե անգամ մեզ չազատի ով թագավոր, գիցիր, որ մենք չենք ծառայելու քո աստվածներին, մեր Աստվածը իզորու է ազատելու, բայց եթե անգամ չազատի, մենք չենք երկրպագելու, հալելույա։ Այսօր եթե բերում է սատանան քո կյանքում քո իրավիճակները, քո բարդ դժվար խնդիրներ, որ պահի տակ նայում ես, ասում ես Աստված ջան, այս սրանից մենակ դու գլուխ կհանես։ Տերը ոնց որ կամենում է, տենց անելու, հանձնի իրա ձեռքերի մեջ, ամեն խնդիրդ, հանձնի իրան, ասա Տեր, ես քեզ եմ հանձնել, ես քո շավիղներն եմ ընտրել, հետաքրքիր չի ինձ մարդու կարծիքը, ես ուզում եմ հավատարիմ լինեմ, այս սիրելիներս ով ամեն բան լավ լինի, փառք չի տա Աստծուն, այս աշխարհի մարդիկ ոնց են, փառք ես Տեր Աստված, ուտելիքը սլնի, փողը սլնի, գործը սլնի, փառք ով փառք չի տա, հլը դու մի հատ ուտելիք մի ունեցի, հագուստ մի ունեցի, Ղազարոսը ոնց էր, փշուրներով էր ապրում, ժողովուրդ, ասում է, փափագում էր, որ այդ հարուստի սեղանի ընկած փշուրներով փորը լցներ, բայց ոչ մեկ չէր էլ տալիս, բայց ուրացավ Հիսուսին, ինչի չէր կարա ասեր, երկրի երկնքի Տեր, ամբողջ աշխարհը, հարստությունները քոնն է, դու ես քո զավակին ես ձև ես պահում, փշուրներ պիտի երազեն, որ հարուստի սեղանից փշուր ընկնի, որ գցեն բերանս։ Չէր կարա ասեր Ղազարոսը։ Էն էլ ոնց կարար ասեր։ Վերքերով ժողովուրդ իրա բժիշկները շներն էին։ Ասում է շները գալիս էին լիզում են։ Այսօր մեր հավատացյալներից մեկը մի քիչ հիվանդություն, մի քիչ տկարություն ունենում, արդեն բողոքի գիրքը բացում է։ Այդ խեղճ Ղազարոսի վրա սաղ վերք էր։ Շները գալիս լիզում էին էդ էր իրա բժշկությունը, բայց նա չապստամբեց Տիրոջ դեմ, չասես Տեր Աստված երկրի երկնքի հարստությունը քոննա շատ ես համարում, որ մի հատ մի կտոր հաց ուտեմ, ոչ թե փշրանք, հաց, մի կտոր հաց, էդ էլ չուներ ժողովուրդ, բայց փառք էր տալիս, հալելույա եւ մահացավ եւ գնաց Աբրահամի գիրկը, մահացավ եւ գնաց Աբրահամի գիրկը, այսօր շատ բարգավաճ ավետարան քարոզողներ տանել չեն կարում իմ քարոզները, երբ որ ես քարոզում եմ, որ օրհնությունը դա մենակ ֆինանսը չի, որ շատ անգամ մտածում են, հա, պետք է լինես օրհնված, աշխարհի ամենալավ տները մերը լինի, ամենալավ մեքենաները, ստոպ, այսուր հասակ։ Հիսուսը գլուխը դնելու տեղ չուներ։ Ասում է աղվեսները որջեր, երկնքի թռչունները, բույներ, մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Պողոս առաքյալի նման մարդը ամբողջ աշխարհը ոտի տակ տվեց։ Եթե չեմ սխալվում, Տիմոթեոսին խնդրում է, որ գալուց ասմաքանի ձմեռը չի եկել, իմ ուրեմն վերարկուն այդ ձմեռային պալտոն բերի։ Ինչի չէր կարա իրան պալտոներ առներ, ավտոներ առներ, ոնց որ այսօր շատ
չակերտավոր հովիվներ, ժողովրդի փողերը դնում են ջեբերը ու ջիպերով ման են գալիս։ Դրա համար սիրելիներս, այդ հարստությունը չի, որ օրհնություն է, Աստծո օրհնությունը ուրիշ բան է, Աստծո օրհնությունը այն է, որ ինքը քո հետ է, իր ներկայությունը դու զգում ես։ Դրա համար Ղազարոսը կռիվ չարեց Աստծո հետ, ասեր Աստված ջան, ես ինչ է այն վիճակը, մի կտոր հացը ափսոսում ես։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը կռիվ չարեցին, ասեցին, եթե անգամ չազատի ով թագավոր, չենք երկրպագելու քո աստվածներին։ Ես թերը ասեց, եթե անգամ պտի մեռնեմ, ուրեմն կմեռնեմ, բայց չեմ ուրանա Աստծուն։ Եվ Դանիելը տեսա, որ հրամանը ստորագրվեց, չասես, դե լավ, մի 30 օր է մտքիս մեջ կաղոթեմ, էլի Աստված ամեն բան լսում է, չէ, բացեց լուսամուտները, ասես, դե տեսեք, դե հիմա տեսեք ոնց եմ աղոթում, հալելույա, փառք Տիրոջը տենց հավատացյալների համար, թող շատ լինեն տենց հավատացյալները, որ չծռվեն, ժողովուրդ, Տերը հավատարիմներին է սիրում, չծռվեն, ես լիքը մարդիկ եմ հանդիպել իմ հոգևոր, ասենք, այսքան տարիների ընթացքում, հովիվի մոտ ուրիշ է, հետևից ուրիշ է, դեմից ուրիշ բան է խոսում, մարդ գիտեմ սաղկյան եկեղեցին է սա այնա, բայց մի բան չի անում, լավ, մենակ խոսում է, այս սխայինի, լավ, դու ինչ ես անում, դու մի բան անում ես, ոչինչ չեն անում, մենակ խոսում են, և դրա համար Տերը հավատարիմներ է սիրում, որ հավատարիմ կմնան, մինչև վերջ, և ամբողջ հայտնությունը ինչ է ասում, հաղթողին խիչ կտրվի, հաղթողը կժառանգի, հաղթողին իմ հետ ուրեմն հորս աթոռի վրա կնստեցնեմ, եթե մինչև վերջ հավատարիմ մնաս, իսկ հավատարիմ մնալը դա հեշտ չի, ուրանալ քո ցանկությունները, քո Հիսուսին չվշտացնելու համար, գիտեք, այսօր շատերը քարոզում են, որ այս ինչ բանը անես, կեթած դժող, ինչ բանը, բայց ես այս բանը կամ այն բանը չեմ անում, որ իմ Հիսուսի ներկայությունը չկորցնեմ, իմ հոր սիրող սիրտը, որ իր կյանքը դրել է իմ համար, ոչինչ չի ափսոսացել, ոչ թե դժողքի վախ քարոզեք, որ այս բանը անես կգնաս դժողք, ընդ քեզի հավիտյան կեռացնեն, ես չեմ կարա այս բանը անեմ, որ իմ Տիրոջը վշտացնեմ, այն Տիրոջը, որ իմ համար կյանք է դրել, ես չեմ կարա այս բանը կամ այն բանը անեմ, որ իմ Հիսուսը պտի լացի դրա համար, ինչ որ վարքյանական հաճույքներ, հա, այսօր երբ որ լսում էի այդ վկայությունը, երբ որ շատերը չէին հափշտակվել, Տերը ասել էր, գիտես, այդ մարդիկ, երբ որ մեղքեր էին գործում, ասում են, լավ, դե Տերը կհասկանա, լավ, դե այս պահն էլ աշկերը կփագի, այս բանը մատերի արանքով կնայի, հա, դե մարդ ենք էլի։ Եվ այդ մարդիկ չհափշտակվեցին, իրանց ոտքերը գանված էին երկրին, այդ ամեն ծանրությունները չթողեցին, որ այդ մարդիկ հափշտակվեին, հենց եկեղեցիներում, դրա համար սիրելիս այսօր ազատվի, չներելուց, հա, լիքը մարդիկ ասենք իրանք ունեն հարսներ, իրանց մեջ պահում են այդ վիրավորանքը, ասեմ վիրավորանքը դա ոգի է մի հատ մեծ, վիրավորանքի ոգին, որ սենց մնում է քո ներսդ, սիրի, ների, բաց թող, հարս կլնի, կիսուր կլնի, մարդ կլնի, կնիկ կլնի, բաց թող, բայց մի պահի ներսդ, թող Աստված ողորմություն անի, բայց եթե եկավ հափշտակության օրը, եթե դու էդի պահեցիր քո մեջը, ասում է էդի դառնում ասենց ժայռ, Տերը ցույց տվեք քուրիկին, ծանրանում է եւ ինքը չի թողում, որ դու հափշտակվես։ Եվ այդ մարդիկ չհափշտակվեցին, ովքեր այդ վիրավորանքը պահել էին իրանց մեջ, այդ ամեն հիշողությունները, որ ինքը սենց է, ինքը նենց է, այդ որ մեկը սա կատարյալ, որ մեկը կարա արդարանա։ Սիրելիներս, եթե Աստծո ձեռքը մեր վրա չլինի, ամենավերջի մեղքերը կգործենք եւ դեռ ծառավ կմնանք։ Դա մարդու բնությունն է, բոլորի մոտ այդ նույն բնությունն է։ Մի պահի այդ վիրավորանքը բաց թող, եթե որ Տերը եկավ դու չես կարա հափշտակվես։
Եվ այդ երկակի կյանք ապրելը, ներսում հավատացյալ եմ, քուր եղբայրներ, բոլորին սիրում եմ, գնում ես տուն, մարդ ես ծեծում, մարդ ես ուտում, ասում այդ եղբայրները, երբ որ Տերը ցույց էր տվել, անենց քարոզներ էին անում, ասում բայց տան մեջ ահավոր էր, ինձ ձև էին վերաբերվում իրանց կանանց հետ, իրանց երեխեքի, ինչերով էին զբաղված, ինչեր էին նայում, բայց կիրակի օրը խելոք եկեղեցում էին, եւ Տերը ասել էր տեսնում ես, չեն մտնելու երկինք, չեն հափշտակվելու այս մարդիկ, եւ Փառք Տիրոջը, որ դա ընդհանրապես երազ էր եղել, այսօր կա հնարավորություն շուտկվելու, այսօր կա հնարավորություն թողելու մեղքը, այսօր կա հնարավորություն գալու Տիրոջ առջև եւ ասելու Տեր ներիր ինձ, գալիս եմ քո առջևդ ոնց որ կամ, գալիս եմ քո առջևդ, այսօր կա դրա հնարավորությունը, դրա համար սիրելիներս, ասում է թողեք ձեզ դյուրավ պաշարող մեղքը, շատ հեշտությամբ բռնում է մարդուն, թողեք, երբ որ դու Տիրոջ մեջ լինես, դու կլինես անոտ, սիրո անոտ, քաղցրության անոտ, բարության անոտ, քեզ տեսնողը Հիսուսին կտեսնի, բայց եթե շատ անգամ մեզ են տեսնում ու փախնում են, վայ մեզ, որտև Տերը տվեց շանս, մենք արտացոլելու մեր մեջ Հիսուսին, բայց մենք չմնացինք Հիսուսի մեջ, եւ հետո այդ մարդիկ դատաստանի օրը գալու են եւ ասեն, մենք ունեինք շանս ապաշխարելու, բայց քո մեջ տեսանք վատ բաներ եւ փախանք այդ Հիսուսից, ու ես կլինեմ մեղավոր, որտեվ չեմ արտացոլել Հիսուս Քրիստոսին, ես որպես հավատացյալ իմ տեղում չեմ եղել։ Դրա համար սիրելիներս, այսօր այսքանով ուզում եմ ավարտեմ, առանց հետել ուշ միացանք, չստացվեց, սատանան ամեն բան անում էր, որ չլիներ այս պաշտամունքը, բայց Փառք Տիրոջը, որտեղ որ Տերը որոշում է, ամբողջ դժողքը կանգնի դրան դեմ, չի կարանալու խափանի, հալելույա, Փառք իրան, թող Տերս փառավորվի, սիրելիներս, մի հատ էլ երգ երգեմ մի հատ էլ երգ, եւ ավարտենք, մի լինիր տրտում եղբայր սիրելի, այսօր թող ամեն տրտմությունը հեռանա Հիսուս Քրիստոսի անունով եւ գա երկնային ցնծությունը, մի լինիր տրտում եղբայր սիրելի, ձգիր վշտերը ուրախացիր, կփոխվի կյանքը այս անցանելի, սիրում եմ ես Տերը մի մոռցիր, կփոխվի կյանքը այս անցանելի, սիրում եմ ես Տերը մի մոռցիր, Տիրոջն ընդունիր վեմ ու կարեկից, եւ աղոթքում դու հարատևիր, նա կամոքի քո սիրտը վշտերից, եւ հոգուդ կասի ուրախ եղիր, նա կամոքի քո սիրտը վշտերից, եւ հոգուդ կասի ուրախ եղիր, այստեղ ալիքներ շատ փոթոր կահույս, աղմկում են, գոռում են ուժգին, բայց դու վերնայիր մի լինիր անհույս, դեմք թարիր սիրով լիր դեմքին, բայց դու վերնայիր մի լինիր անհույս, դեմք թարիր սիրով լիր դեմքին, նրա ձեռքին է ղեկը մեր կյանքի, հանգչում ենք նրա պաշտպանությամբ, ուղարկում է նա ուզածնիր կամքի, առաջնորդում ես ուրախությամբ, ուղարկում է նա ուզածնիր կամքի, առաջնորդում ես ուրախության,
մեզ սպասվում է այնտեղ խաղաղ կյանք, չկա այնտեղ քամի ահարկում, այնտեղ չի մարում լույսը հավիտյան, Քրիստոսն ինքն է այնտեղ լույս տալիս, այնտեղ չի մարում լույսը հավիտյան, Քրիստոսն ինքն է այնտեղ լույս տալիս, դժվար րոպեներ չհաբեկեն քեզ, որ խաչըդ քեզ տրտունջ պատճառի, մեծ փորձություններ թե կբախեն քեզ, հուսավոր ուրմությանը գարի, մեծ փորձություններ թե կբախեն քեզ, հուսավոր ուրմությանը գարի, մի մոռացիր Քրիստոս քո փրկիչն է, նա քեզ համար տանջվեց անհապաղ, թշվառությունից նա ազատիչն է, նա քեզ հետ է ընդմիշտ հավիտյան, թշվառությունից նա ազատիչն է, նա քեզ հետ է ընդմիշտ հավիտյան, մի լինիր տրտում եղբայր սիրելիս, մի վշտանացնծա մեծապես, երկնքում տուն ունես դու հայրենի, երանյաց մեջալ հանգիստ կառնես, երկնքում տուն ունես դու հայրենի, երանյաց մեջալ հանգիստ կառնես, հալելույա, երկնքում տուն ունենք հայրենի, և եթե լինենք հավատարիմ, հավատարիմա նաև խոստացողը, որ կհասցնի, հալելույա, ամեն մեկիս մեր երկնային տունը, աղոթեմ, սիրելիներս, այսօր այսքանով ավարտեմ, Փառք Տիրոջը, շնորհակալ եմ ձեր համար, որ իմ հետ եք, որ լսեցիք, Տերը օրհնի ձեզ յուրաքանչյուրին, հալելույա, երկնքի արարիչ, գոհանում եմ քեզանից, Տեր, շնորհակալ եմ, իմ Աստված բարի Տեր, որ դու կամեցար, որ այս եթերը պիտի լիներ, թեպետ սատանան ամեն բան արեց, Տեր, մինչև վերջի պահը, բայց դու որոշել էիր, հալելույա, Տեր Աստված, փառք ես, ես գոհանում եմ քեզանից, որ իմ նման անպիտանի շուրթերն էլ խոսք դրեցիր, Տեր Աստված, ես շնորհակալ եմ, Տեր, որ օրհնում ես, որ այցելում ես, որ տալիս ես խոսքը, Տեր, այսօր թող այդ խոսքը ընկնի ամեն սրտի մեջ, Տեր, այսօր զորանալու, հաղթելու, հալելույա, որտեղ սատանան բերում է ամեն իրավիճակները, երևույթը, փոթորիկները, եւ ասում է դու պետք չես Հիսուսին, ասա ետիս գնա, հալելույա, ես երկնքի ճանապարհն եմ ընտրել եւ իմ Հիսուսին եմ պաշտելու, անկախ ամեն բանից, ոնց որ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը ասեցին, եթե անգամ չազատի ով թագավոր իմացի մենք քեզ չենք պաշտելու, եթե անգամ այս սիտուացիան այսպես մնա, եթե անգամ պետք է որ այս հարցը կամ այն հարցը չլուծվի իմ կյանքում, փառք ես եւ քո տվածի եւ չտվածի համար, հալելույա, դու չես դադարում մեր Աստվածը լինելուց, դու սուրբ ես, հալելույա, դու արժանի ես փառքերի, դրա համար Տեր այսօր հավատարիմ զավակներ հանիր քո ժողովրդին, Տեր, հավատարիմներ, հալելույա, մինչև վերջ հետևելու քեզ անկախ ամեն բանից, ինչ ճանապարհներով կանցնենք, ինչ փորձություններով, ինչ կծնի օրը, ինչ անակնկալներ, մենք պաշտելու ենք մեր Աստծուն, ոնց որ Եսթերը ասեց, եթե որ պիտի մեռնեմ, ուրեմն պիտի մեռնեմ, բայց կմեռնեմ հավատարիմ, հալելույա, եւ չեմ ուրանա իմ փրկչին, հալելույա, ոնց որ Դանիելը, հալելույա, լսեց հրամանը, որ ստորագրված էր եւ բացեց պատուհանները դեպի Երուսաղեմ, այսօր բաց այդ
պատուհանները դեպի երկնային Երուսաղեմ, դեպի Սարը Գողգոթա, որտեղ քո Տերն է, ասա Տեր, ես քեզ եմ ուզում, անկախ ամեն բանից, ինչ է ստորագրել աշխարհը, ինչ է ստորագրել սատանան, ինչ է սպասում ինձ, որոշումը քո մոտ է, հալելույա, ես պիտի պաշտեմ, այսօր սատանան ասում է, թող այդ աղոթքդ, Աստված չի լսում, թող պաշտամունքդ, թող հավատքդ, ասա ես պիտի գնամ մինչև վերջ, հալելույա, անկախ ամեն բանից, ինչ կլինի, ոնց կլինի, ես հետևում եմ իմ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որը հավատարիմ է, խոստացողը, որ մինչև վերջ տանելույա ու հասցնի, հալելույա, փառք քեզ իմ օրհնյալ Աստված, գոհանում եմ քեզանից, շնորհակալ եմ Տեր ամեն բանի համար, զավակներիդ համար, օրհնիր յուրաքանչյուր սիրտը, հալելույա, յուրաքանչյուր չորացած սիրտ, Տեր, թող դառնա պարտեզ, այգի, Տեր, ծաղկաստան, որտեղ քո հոգիդ Տեր կմտնես եւ բնակություն կանես, հալելույա, փառքով փառավորյալ, շնորհակալ եմ, օրհնում ու պատվում եմ Սուրբ անունդ, որին արժանի ես, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հալելույա, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, Տերս փառավորվի, սիրելիներս, օրհնում եմ ձեզ, յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսի անունով, լավ մնացեք, բարի եւ խաղաղ գիշեր բոլորին, Տերը օրհնի ձեզ։